Պարոն Ռուբինյան, վաղուց հեռուստա եթերում չեք եղել, ոնց որ այսպես մի քիչ էլ կարոտած։ Մենք հիմա հանրային ռադիոյում ենք, դուք հանրային ռադիոյի գործադիր պրոդյուսերն եք, դրա մասին դեռ կզրուցենք, բայց դուք ԱՄՆ-ում եք եւ այն քիչ դեպքերից է, որ ԱՄՆ-ից վերադառնում են Հայաստան, ո՞նց եղավ այդ որոշումը։ Դե նախ եւ առաջ ես ԱՄՆ-ում չէի այնտեղ ապրելու եւ մնալու մտադրությամբ։ Ի սկզբանե ինչ-որ գործեր կային աշխատանքային իմաստով, գնացի, հետո երկարեցին, հետո ավելի երկարեցին, հետո մեկ ուրիշ պրոյեկտ սկսվեց, նախագիծ, այդպես երկար մնացի։ Ասածս այն է, որ ես ի սկզբանե գնացել էի ինչ-որ աշխատանքային մի էտապ կատարել, վերջացնել եւ վերադառնալ, ուղղակի երկարեց եւ բնականաբար տպավորություն էր, որ ես այնտեղ եմ հաստատվել։ Դե անսովոր է, որ հայը գնում է ԱՄՆ, անավանդ գործը կա եւ այլն ու չի պատրաստվում մնալ, էլի։ Դե ես չպատրաստվեցի եւ չմնացի, հա։ Գայթակղություն չկար մնալ։ Գայթակղությունը մենք ենք ստեղծում մեզ համար ի վերջո ցանկացած հարցում կլինի դա, ասենք օրենքով արգելված գայթակղություններ, թե նորմալ գայթակղություններ, ինքներս մեր համար մեր ուղեղում, մեր մտքում ստեղծում ենք, հետո կամ դրա հետևից գնում ենք, կամ ոչ։ Ինձ համար որևէ այլ երկրում ապրելը երբեք գայթակղություն չի եղել։ Ես տանն եմ։ Բայց հեռուստա եթերի հետ կապված դուք հիմա եք մուգ կարմիր պիջակով եւ ես դեռ մանկուց ձեզ այդպես եմ հիշում, այսինքն ձեր պիջակները միշտ հիմնականում բալագույն կարմիր, մուգ կարմիր, եթե չեմ սխալվում, որտեղից է եկել այդ այսպես ասած ֆիշկան, ինչպես ասում են ռուսերեն։ Հավատացում եմ, որ սա նույն պիջակը չէ, ինչ որ դուք հիշում եք։ Բացի դրանից երևի սա այնտեղը չէ, բայց քանի որ հարց բարձրացրեցիք, ես ունեմ բոլոր երանգների եւ գույների պիջակներ, սկսած ասենք սև մոխրագույն, գորշ, չգիտեմ, կանաչ, դեղին անգամ եւ այլն, չգիտեմ, այսօր sense որոշեցի հեղափոխական բոլշևիկյան գույն հագնել, թե երբևէ նրանց հետ կապ չեմ ունեցել։ Ես սիրում եմ գույներ։ Ինչպես օրինակ, ասենք, քո պարագայում է, հա, ես էլ եմ սիրում, այսպես մի գույնը մյուսի հետ, ճիշտ համադրություններ, բրենդամոլ երբեք չեմ եղել, այդ հիվանդությունով չեմ տառապել, սիրել եմ միշտ ճաշակով համադրություններ։ Ահա, կապված այստեղի ձեր գործի հետ, հա, եկեք նաև մարդկանց համար մի քիչ բացահայտենք, ինչ է անում հանրային ռադիոյի գործադիր պրոդյուսերը, որն է ձեր աշխատանքի բնույթը հիմնական։ Կա երկու կողմ այս հարցի, մեկը ըստ աշխատանքային պայմանագրի գործառույթները, որոնք այնտեղ ֆիքսած են, եւ երկրորդ կողմը ինչով իրականում զբաղվում է գործադիր պրոդյուսերը, ասեմ, որ այն ամենով ինչով ես հաճախ զբաղվում եմ, լավ կյանքից չէ։ Կա կադրերի պակաս, կան մասնագետների պակաս, որովհետեւ օրինակ, եթե զուգահեռներ տանեմ հանրային հեռուստատեսություն եւ հանրային ռադիոն, այսպես քույր կամ եղբայր, չգիտեմ, կազմակերպություններ են, որովհետեւ թե մեր, թե հեռուստատեսության պարագայում օրենքը, կարգավորումները եւ այլն նույնն են, բայց հեռուստատեսությունն ունի իր սպეციფიკան, ռադիոներ։ Հիմա հեռուստատեսությունում կա պրոդյուսերական շատ մեծ թիմ, որը բնականաբար անհրաժեշտ է ժամանակակից հեռուստա արտադրանքի պարագայում։ Նույն անհրաժեշտությունը կա նաև ռադիոյի պարագայում, բայց այսօր ես հանրային ռադիոյի միակ պրոդյուսերն եմ, այնպես որ զբաղվում եմ շատ բաներով, քան իրականում պետք է կենտրոնանայի եւ զբաղվեի։ Հիմնականում արտադրական հարցերն են մտնում իմ գործառույթների եւ պատասխանատվության մեջ, մանավանդ որ հիմա ռադիոն, ինչպես նաև երևի աշխարհի բոլոր ռադիոները, նաև բազմաթիվ նախագծեր տեսայնացնում է եւ հենց այդ հեռուստատեսայնացման, չասեմ, տեսայնացման, վիզուալացման process-ը իմ հիմնական ուրեմն գլխացավանքն է։ Կադրերի պակասը շատ եմ լսում, որ կա, որտեղից է դա գալիս, ես ինչ չէ կադրերի սովը սկսել։ Սով չէի ասի, կա որոշակի բյուջե, որը տրամադրում է պետությունը, եւ այդ բյուջեի շրջանակներում մենք պետք է տեղավորվենք։ Նոր հաստիկներ ավելացնել նշանակում է նոր ծախսեր։ Նոր ծախսերի համար կա երկու տարբերակ, կամ այսինքն եկամուտը պետք է փոխվի, ավելանա, դա ունի երկու ճանապարհ, մեկը պետական բյուջեն պետք է մեզ հատկացնի ավելի շատ գումար, երկրորդը ռադիոն ինքը պետք է հայթայթի լրացուցիչ գումար տարբեր աղբյուրներից, հիմնականում կոմերցիոն գործունեությունից։ Դե պետությանը անհանգստացնել ամեն անգամ թե մեկ նոր հաստիկ դա լուրջ չէ եւ տրամաբանական էլ չէ։ Հիմա մենք փորձում ենք մի փոքր ավելի ընդլայնել մեր կոմերցիոն գործունեությունը գովազդային դաշտում հովանավորների հետ աշխատանքում, որպեսզի կարողանանք ապահովել այդ
հաստիկները եւ կադրերը։ Ես միայն ռադիոյի պահով նկատի չունեմ, այլ ընդհանրապես շատ ոլորտներում լսում եմ, որ դժվար է գտնել մասնագետներ, որովհետև կա երկու խնդիր։ Երիտասարդները արդեն սովոր են եւ ուզում են շատ ավելի բարձր աշխատավարձով աշխատել, քան ընդունված է Հայաստանում, իսկ ավելի ավագ սերունդը արդեն չի տիրապետում ժամանակակից գործիքակազմին ու դրա համար դժվար են գտնում կադրերը, այդպես է թե չէ։ Կա այդպիսի խնդիր էլ կա, դա իհարկե համատարաշ է բոլորին չի վերաբերում, որովհետև մենք ունենք հնաբնակներ, ովքեր տասնամյակներ շարունակ աշխատել են ռադիոյում, բայց ժամանակակից գործիքակազմին այսօր տիրապետում են, որովհետև անդադար իրենց վրա աշխատում են։ Նոր գործիքակազմ, նոր տեխնոլոգիաներ, նոր համակարգչային ինչ-որ ծրագրեր եւ այլն։ Կան մարդիկ, ովքեր ի վիճակի չեն, ասենք, կան մարդիկ, ովքեր էլեմենտար email-ից օգտվել չգիտեն, ենթադրենք էլեկտրոնային փոստից եւ չեն էլ ուզում, այդպես էլ է լինում, իհարկե այդպիսի մարդիկ հիմա քիչ են, բայց կա առավել եւս ինչ որ ավելի բարձ տեխնոլոգիաներ։ Երիտասարդները հա կա այդպիսի խնդրեմ, ուզում են միանգամից եւ շատ, ես կասեի միանգամից եւ ամեն ինչ, եւ վստահ են, որ իրենք ամեն ինչ գիտեն բոլորից ավելի լավ։ Որպես կանոն դա այդպես չէ, դեռ սովորելու շատ բան կա, դե ես էլ եմ եղել երիտասարդ, եթե չեմ սխալվում, բայց ասենք իմ սերնդի մոտեցումները մի փոքր այլ էին։ Հիմա հասկանում եմ, շատ բան է փոխվել, կյանքն է փոխվել, հասարակարգը, մոտեցումները, բայց հա ինչպես ընկերներից մեկն էր ասում, առաջ երեխաները որ ծնվում էին, ասում էին կամ մամա կամ պապա, հիմա ասում են տուր։ Այ մոտավորապես նույնը երիտասարդ կադրերի հետ։ Ինչն է ձեզ ամենաշատը նյարդայնացնում գործի մեջ, մանավանդ ԱՄՆ-ի փորձից հետո, հա, վստահ եմ այնտեղ մի քիչ ուրիշ աշխատանքային էթիկայի եք բախվել, վերադառնալիս ուրիշ։ Աշխատանքի մեջ ես չունեմ անձնական հարաբերություններ աշխատանքի ընթացքում։ Իմ շատ մոտ ընկերոջ հետ կարող եմ ունենալ շատ թունդ վեճ, եթե որևէ խնդիր կա։ Աշխատանքի մեջ ես առաջնորդում եմ պրոֆեսիոնալիզմի եւ աշխատանքի կատարման ինչ որ պարամետրերով։ Ամենից շատ ինձ նյարդայնացնում է նույնիսկ ոչ դա, ամենից շատ ինձ նյարդայնացնում է տգիտությունն ու գրեհկությունը, որը ցավոք սրտի այսօր դարձել է համատարած։ Սկսած սոցցանցերից եւ շատ հաճախ դա սողոսկում է նաեւ եթեր, Փառք Աստծո ոչ հանրայինները, բայց ամեն դեպքում երբ շրջապատումը դա տեսնում ես, դա ազդում է նաեւ ընդհանուր դաշտի վրա։ Մարդիկ կարծիք են հայտնում, ասենք, այսինչ բլոգերը ունի, չգիտեմ քանի միլիոն դիտում, որովհետև իր խոսքում ինչ ասես օգտագործում է։ Այ այդպիսի բաներ են սարսափել են նյարդայնացնում։ Դե ինչով կարող ենք պայքարում ենք նման բաների դեմ։ Բայց ոչ բոլոր բլոգերներն են, չէ, որ դրա համար են հայտնի։ Իհարկե ոչ բոլորը, կան բլոգերներ, որ արժանի են այն, ասենք, դիտումների, չգիտեմ, լայքերի ծավալին, որը իրենք վաստակել են եւ իսկապես վաստակել են։ Իսկ ինչ ասեմ, վերջերս մեր գործընկերներից մեկի հոգեհանգիստն էր, մեր բոլորի կողմից շատ սիրելի, չեմ ուզում անունը տալ, շատ հայտնի, ասենք Facebook-ը ողողված էր, բառացիորեն մեկ շաբաթ առաջ էր դա, ցավակցական խոսքերով, հիշողություններով եւ այլն։ Երբ ես գնացի նրա հոգեհանգստին, ուրեմն տեսա 7 տեսախցիկ, ովքեր live stream էին անում հոգեհանգստի արարողությունը, 7 տեսախցիկ 7 լուրջ դեմքով օպերատորներ կանգնած եկեղեցու առջև, եկեղեցու մեր հոգեհանգիստը, կանգնած նկարում էին ով մտավ, ով դուրս եկավ, նույնիսկ փորձում էին ինտերվյուներ վերցնել։ Դա ինձ համար, ինչ ասեմ, առյուծն էլ է գիշատիչ կենթանի, բորենին էլ, ուղղակի բորենին լեշակեր է։ Իսկ առյուծը որս է անում։ Ես մեծ խնդրեմ ունեմ բարոյական, հոգեբանական, մասնագիտական եւ այլն բոլոր նրանց հետ, ովքեր իրենց լայքերը, դիտումները եւ այլն փորձում են հավաքել ուրիշների անվան, ուրիշների երջանկության, ուրիշների դժբախտության բազայի վրա։ Այ դա ինձ համար sense ցնցումների պատճառ է դառնում հաճախ։ Իսկ մտածել եք ինչ կարելի անել, որ այդպես չլինի, որովհետև օրենքը չի արգելում գալ եւ նկարել։ Չի արգելում։ Էթիկապես էլ չգիտեմ, ես օրինակ շատ այլ երկրներում եմ տեսել, որ նման արարողությունները լուսաբանվում են լրագրողների կողմից, այստեղ բնականաբար դա խնդիրը ինչումն է։ Դա այստեղ չի ծնվել այդ վատ ավանդույթը, իհարկե ամենտեղ էլ կա։ Այլ խնդիրը թե
Արդյոք եւ խնդիրը նա չէ թե ով ինչ է անում, խնդիրը նա է թե հետևորդները, դիտողները, լսարանը որն է ավելի բարձր գնահատում, որովհետեւ լավ, այսպեսի օրինակ բերեմ, ասենք Կոմիտասի համերգի նկատմամբ հետաքրքրությունը լսարանի ցավոք սրտի շատ ավելի ցածր է, քան ասենք թե մի կատարողի ու մոտ ասենք զուտ արաբա-թուրքական մուղամներ են եւ այլն, բայց եթե նրան մարդիկ սիրում են, բնականաբար նա բարձրանում է շատ ավելի բարձր պատվանդանի վրա, ասենք ժամանակակից երաժշտական կյանքում։ Նույնը վերաբերում է լրագրությանը։ Այս ամեն ինչի մեջ այսօր ռադիոն ինչով պետքա գրավի մարդկանց, որովհետև մանավանդ երիտասարդներին, որովհետև թվում է թե ինքը այսօրվա բոլոր մեդիամիջոցներից երևի թե ամենա ոչ վատ իմաստով, բայց հինն է ու ամենա այդ տպավորությունն է կա ոչ ակտուալը։ Մենք 100-ամյա պատմություն ունենք, այս տարի կլրանա հանրային ռադիոյի 100-ամյակը, բայց դա չի նշանակում, որ մենք զառամյալ ենք, մենք պարզապես իմաստուն ենք, որովհետև այդ տարիքի հետ հավաքել ենք փորձ, գիտելիքներ, ավանդույթներ ենք ձևավորել, իդեպ հեռուստատեսությունն էլ 70-ամյակն է նշում այս տարի։ Այո, կա խնդիր, որովհետև այն պահից, երբ Հայաստանում գոնե վերացան, այսպես ասած, պատի ռադիոները, քաղաքային ցանցը, ռադիոն սկսեց դառնալ երկրորդական։ Ռեալ նայենք, ով է այսօր ռադիո լսում եւ որտեղ։ Ավտոմեքենայում, ընդ որում, եթե այն ժամանակ կար միայն պետական ռադիոն, այսօր միայն հանրայինը չէ, կան տասնյակ, մի քանի տասնյակ կոմերցիոն ալիքներ եւ յուրաքանչյուրն ազատ է ընտրել այն ալիքը, որ ինքը ուզում է լսել, այն էլ որոշակի ժամանակահատված։ Ես դժվար եմ պատկերացնում, ինչ որ մեկը գնում է տուն, միացնում է ռադիո ընդունիչը ու սկսում է ռադիոյով ինչ որ հաղորդում կամ ինչ որ մեկը ունի ռադիո ընդունիչ կամ առհասարակ ունի դե հիմա իհարկե on-line հեռախոսով համակարգչով կարելի է լսել մեր բոլոր մեր 3 FM ալիքներն էլ կարելի է լսել, բայց ես դա մի փոքր դժվար եմ պատկերացնում։ Այստեղ օրինակ մենք արդեն անցնում ենք ժամանակակից գործիքակազմին, օգտագործում ենք սոցցանցերը, տեսայնացնում ենք տարբեր հաղորդումներ, փորձելով պահել լսարանը։ Իհարկե կա մի շերտ, որը հավատարիմ էսպես ռադիո եւ վերջ, բայց իհարկե նրանք քիչ են եւ քանի գնում պակասում են։ Այդ դուք որպես գործադիր պրոդյուսեր ինչ եք պլանավորում այդ առումով, այսինքն ինչ եք ուզում անեք, եթե ուզում եք իհարկե, որ ռադիոն ավելի ակտուալ ու ավելի ժամանակին համահունչ լինի, ինչ որ պլաններ ունեք։ Այո, եւ երկու ուղղությամբ, մեկը որակապես, տեխնիկապես, բովանդակային, գաղափարական առումով զարգացնել, ավելի հզորացնել մեր եթերացանցը, եւ երկրորդը մարդկանց քաշել դեպի մեզ։ Իհարկե մեկը մյուսից կախված է, բայց մարդկանց գրավելու համար այսօր անհրաժեշտ է PR, այսօր անհրաժեշտ է ինչ-որ գովազդային քայլեր, անհրաժեշտ են պոստերներ, գովազդային հոլովակներ եւ այլն։ Մենք հիմա զբաղված ենք նաեւ այդ ուղղությամբ։ Լսելու հետ կապված ես իմ կողմից էլ ասեմ, այդ խնդիրը ես էլ ունեմ, եթե կարելի է դա խնդիր անվանել, հենց նոր աուդիտորիա, նոր լսարան գրավելու համար շատ հաճախ ասում են, որ մեկ-մեկ լեզուն հենց հայերենը ռադիոյով հնչող որոշ դեպքերում օտար է թվում այսօրվա երիտասարդներին։ Չափից դուրս գրական հայերենով է ու դրա համար չեն հասկանում երիտասարդները ինչ է այդպես ու վանում է, այսինքն ուզում են մի քիչ իրենց լեզվով լինի։ Իմ մոտ ինչա՞ այդ խնդիրը կա, ես մի քիչ գուցեև չափից շատ խոսակցական եմ խոսում։ Գիտեմ ինձ բողոքել են։ Գիտեմ, ես ինձ էլ են այդ բողոքները հասնում։ Հա, որն է ճիշտը այս դեպքում, ինչ ոսկե միջին պիտի լինի, չէ՞։ Պետք է լինի եւ կա։ Ես օրինակ այսքան ժամանակ զրուցում ենք, որպես կանոն օժանդակ բայ չօգտագործեցի, որովհետեւ երբ խոսում ես գրական օժանդակ բայով, մի փոքր կարծես թե ականջի համար օտար է, երբ խոսում ես օժանդակ բայ օգտագործելով, ականջի համար կոպիտ է, եթերից ամենայն դեպս։ Դրա համար օրինակ երբ ես կազմում եմ նախադասություններ, աշխատում եմ եզակի թվով օժանդակ բայը չօգտագործել, խուսափում եմ։ Ընդհանրապես շարադասության խնդիր է եւ լեզվաբանորեն, մասնագիտորեն, երբ փորձում ես խուսանավել տարբեր այդպիսի խնդիրների մեջ, որպես կանոն ստացվում է։ Ես լեզվաբանից եմ լսել, որ իդեալական ոսկե միջինը հայերենի Ռուբեն Հախվերդյանի հայերենն է, համաձայն եք։ Ես կասեի Ռուբեն Հախվերդյանի հայերենը իդեալական Երևանի քաղաքային լեզուն է։
բայց որ դա իդեալական ոսկե միջինն է առհասարակ հայոց լեզվի եւ գրականության պատմության մեջ երևի չհամաձայն պատմության մեջ չէ, այդքան ինչքան հենց այսօր այդ ձեր կասկածներն էլ, նույնպես այով խոսեմ թե էով եւ այլն, ոնց որ Հախվերդյանի մոտ այդ բոլոր պատասխանները կան։ Ես միանշանակ եթե խոսում եմ A-ով, եթե օգտագործում եմ ամեն դեպքում այդ օժանդակ բայը եթերում, բայց համաձայն եմ, որ որոշ դեպքերում մարդիկ նախ դժվարանում են այդպես խոսել, որովհետև սովորության ուժով ամեն դեպքում A-ով են սովոր խոսել, եւ լսարանի համար երբեմն խորթ է, այսպես ինչ որ չափից դուրս փաթեթավորված, պաթետիկ, գեղեցիկ հայերեն է, սակայն այդ ոսկեղենիկ հայերենը մեր քիմքին այնքան էլ հաճո չէ, վասնզի մենք վարժվել ենք խոսել մի փոքր այլ, այո, ժարգոնով կամ բառապաշարով։ Բայց այս առումով ես էլ նկատել եմ հայերենը մի քիչ չափից դուրս մենք չենք փակել աշխարհից ու տրանսֆորմացիաներից։ Ես ինքս կրթությամբ բանասեր եմ։ Ընդունվել եմ Երևանի Պետական Համալսարանի բանասիրության ֆակուլտետը, քանի որ ժուրնալիստիկան չկար։ Հետո երբ ինձ երկրորդ կուրսից տարան զորակոչեցին բանակ 2 տարի ծառայեցի վերադարձա, արդեն կար ժուրնալիստիկան, ես տեղափոխվեցի ժուրնալիստիկայի բաժին, բայց սկսել եմ որպես բանասեր, հետևաբար լեզվաբանություն իր հարակից բոլոր գիտություններով, առարկաներով ուսումնասիրել եմ։ Միշտ ասել եմ, հայրենը մի կողմից ճկուն է, մյուս կողմից բավականին կաղապարված եւ կարծրացած, որովհետեւ մենք ժամանակակից բառապաշար շատ դժվար ենք վերցնում։ Ու բառարանել չի գնում այդ նոր բառերը։ Ընդհանրապես դա առանձին հարց է, որովհետեւ ասենք վերջին 50 տարվա թարգմանությունները, ասենք մի, չգիտեմ, 5000 բառ է նոր բառ թարգմանվել հայերեն, այդ 5000-ից երևի 5-ն է, որ կյանքի իրավունք ունի, որովհետեւ այդ բառերի նորաստեղծ բառերի մեծ մասը բազմաթիվ բառարմատներից կազմված ինչ որ երկար մի ճամարտակություն է, որ ընդհանրապես բառի բացատրությունն է, ոչ թե թարգմանությունը։ Ասենք համակարգիչ բառը այսպես թե այնպես մտավ մեր բառապաշարը, բայց դրա կողքին կարող եմ տասնյակ օրինակներ բերել, որ հայերեն թարգմանությունները չես հասկանում, ես ծաղրում են, թե ինչ են ասում։ Ես ժամանակին այսպիսի մի էքսպերիմենտ արեցի, նկարահանող խմբին խնդրեցի, որ դուրս գա փողոց եւ անցորդներին հարց տա. ինչ է հրադիմկալ բառը նշանակում, ինչ ասեց պատասխանել էին, բացի ճիշտ բանից, հիմա նույն հարցը։ Հրադիմկալ դե parza հուր եւ դեմք բառերը կապում են։ Տրամաբանորեն հրշեջի ինչ որ մի բան չէ, այսպես, կամ ասենք զոդողի, հայերեն ասած սվարշիկի։ Հա, իրականում չգիտեմ, այսինքն գիտեմ, որ լեզվաբանի մտքով էր անցել, անունը չտամ, դա պաշտոնապես ռուս հայերեն բառարանում թարգմանված էկրան բառներ։ Այնպես հերոստա էկրան այդ իմաստով։ Ասենք հերոստա հրադիմկալ, չգիտեմ, կինո հրադիմկալ կամ կինո չէ, շարժանկարա հրադիմ, դե դա կներեք մարազմ է ուղակի նման թարգմանություններ անելը կամ ինչպես ժամանակին ջազը թարգմանել էին պղնձաժխոր։ Հա։ Եվ դա պաշտոնական բաներն եմ ես ասում, ակադեմիկոսների բայց որտեղից է գալի վախ կա, որ մեր լեզուն կվերանա, եթե մենք դա չանենք, այս որտեղից է, գնազդ է ինչ որ։ Օրինակ ռուսները այդ առումով շատ ճկուն են։ Վերցնում են ինչ որ մի թեկուզ անգլերեն բառ, մի քիչ ձևափոխում են, հա, ես չեմ ասում, որ դա մտնի պաշտոնական բոլոր, ասենք, դալի բառարանի ժառանգորդ որպես եւ այլն, բայց գոնե խոսակցական լեզվում երևի կարելի է չվախենալ նման բաներից։ Հիմա օրինակ poster այն օրը մի բան էի գրում, երկար մտածի այդ լավ այդ poster բառը ոնց հայերեն թարգմանեմ։ Կան ինչ որ տարբերակներ, բայց բոլորը մի քանի բան թարգմանության տարբերակներ ասի, տվեցի, ասին, ես ինչի մասին է խոսքը, ասի poster, դե poster, հա, հասկացանք։ Poster, teaser, չգիտեմ, blogger, ամեն ինչն էլ կարելի է թարգմանել, բայց ինչու։ Բայց պետք չի։ Ինչու։ Այդ լավ է որ դուք հիմա դա նաև իմ ներկայությամբ եթերում ասիք, որտեվ վերոյիշալ բողոքների ես էլ եմ ստանում անձամբ իմ հետ կապված, բայց ընդունենք, որ որոշ դեպքերում պետք չի բողոքել։ Ես նույնիսկ ներողություն մի տեսություն ունեի ժամանակին, այս շրիշակը, չէ, պլինտուսը։ Հայրը երկու թարգմանություն ունի, մեկը շրիշակ, մյուսը հատակապատարանքային տափակափայտ։ Այդ լուրջ կա, այս կա, այո, լուրջ, ինչ որ մեկը լուրջ դեմքով նման թարգմանություն է։ Ինչից ես եզրակացրեցի, որ երևի ժամանակին լեզվաբանները թարգմանության համար վճարվում էին եւ երևի վճարվում էին տարերի կամ վարկերի քանակով, դրա որքան երկար անգամ հոնորարը շատ կլիներ։ Ուրիշ բացատրություն չունեմ։ Պարոն Ռուբինյան, ձեր գործունեության հետ կապված ես ձեր կենսագրություններ գրած ինտերնետում
եւ այնտեղ տող կար, որ դուք 15 երգերի եւ 3 հիմների բառերի հեղինակ եք, այդ ճիշտ է։ Այո։ Ինչ հիմներ, սկսենք հիմներից, ինչ հիմներ եք։ Առաջինը հիմնային, այսպես այդ շարքից ես որ գրեցի, դա Հայաստան համահայկական հիմնադրամի հիմնն էր, որը շատ կարճ օգտագործվեց ամենասկզբում, հենց երբ ստեղծվեց հիմնադրամը, դա 91-2 թվականներն էր, հաստատ չեմ հիշում երբ, Արթուր Գրիգորյանի երաժշտության հիման վրա ես գրեցի դրա բառերը, ինչ շատ է դուր գալիս մինչև այսօր, բայց ինչ որ մեռավ, այսպես ասած, որովհետև ինքը հիմնադրամը հրաժարվեց, ամեն տարի սկսեց նոր երգ, նոր տեսահոլովակ եւ այլն եւ մշտական այսպես դա չպահեց։ Երկրորդը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հիմնն էր, որը ասված հիշողություն տա 1994 թվականին էլի Արթուր Գրիգորյանի երաժշտության հիման վրա գրեցի։ Երրորդը բազե համահայկական ճամբարի հիմնն էր Արմեն Մարտիրոսյանի երաժշտության հիման վրա, իսկ բանակի երգը հիմն չի, որտեղ բանակը դա պաշտոնապես չընդունեց, մեր անունն է հայկական բանակ։ Խոսքեր դուք եք գրել։ Ունեմ այդպիսի, այո, պատիվ, էլի Արմեն Մարտիրոսյանի երաժշտության հիման վրա։ Դե ես դա հիմների, այն 3-ը հիմներ էին, սա բանակի երգն է ուղղակի։ Հասկացա։ Եվ նաև կար որ դուք մեր բակը 1 եւ 2 ֆիլմերի խմբագիրն եք եղել։ Այո։ Ահա։ Հետաքրքիր է, կա ինչ որ տեսարան մեր բակում առաջինում կամ երկրորդում, որ դուք օրինակ ասել եք, որ չպետք է լինի եթերում հանել եք, բայց հետո փոշմանել եք։ Չեմ փոշմանել, բայց սցենարական խմբի հետ կռիվներ շատ եմ ունեցել հենց այդ լեզվական, խոսակցական, ժարգոնային թեմաներով, թե արդյոք այսպես կարելի է, չի կարելի, որտեղ սա ֆիլմ է։ Մանավանդ առաջինը, որ եթեր գնաց ամանորյա գիշերը, պրեմիերան հենց հանրային այն ժամանակ կարծեմ ազգային էր կոչվում, ազգային հեռուստատեսության եթերում, շատ ենք վիճել, շատ ենք կռվել, բայց դե ամեն դեպքում եղավ այն ինչ եղավ, որոշ դեպքերում իմ դիրքորոշումը անցավ, որոշ դեպքերում ոչ, եկանք ինչ որ այ ոսկե միջին, որտեղ համնակա։ Բայց կհիշեք ինչն եք հանել, որը այսպես շատ ձեզ համար անընդունելի էր կամ սուտ չասեմ չեմ հիշում բառացի, բայց հիմնականում դրանք վերաբերում էին ոչ թե տեսարանների, այլ առանձին ինչ որ դարձվածքների, ինչ որ ֆրազների եւ այլն, գլոբալ որ այս տեսարանը հակացուցված է եթերի, ոչ, նման բան չենք ունեցել, փոքր ավելի այսպես լեզվաբանական պատերազմներ էին մեզ մոտ։ Հիմա ստեղծագործում եք, թե այս գործը չի թողում ուրիշ բանով զբաղվեք։ Քիչ փորձում եմ, բայց վերջապես ես էլ որոշեցի եթեր մտնել, որովհետև ինչ ստանձնել եմ, առանձնակ ինչ վերադարձել էի Հայաստան, եթերում չէի եղել։ Հիմա սկսում ենք նոր շարք, որը կոչվում է 100 վայրկյան, տևում է 100 վայրկյան, ամեն օր կլինի հանրային ռադիոյի եթերում, բացի դրանից կլինի նաև տեսայնացված տարբերակը սոցցանցերում, նվիրված մեր 100-ամյակին եւ նվիրված հանրային ռադիոյի պատմությանը, ներկային, թե անցյալին, թե ապագա ծրագրերին, թե տարբեր քայլերին։ Հենց 100-ամյակի հետ կապված, որպեսզի մարդիկ էլ պատրաստ լինեն, կասեք ինչա սպասվում, այսինքն ինչքանով է հանրահռչակվելու այդ 100-ամյակը, ինչքանով են մեր տարբեր մարզերի, քաղաքների բնակիչներ ներգրաված լինելու այդ ամեն ինչի մեջ։ Բավականին մեծ ցանկ ունենք միջոցառումների, դրանք թե եթերային, թե համերգային, թե ինչ որ ծրագրային եւ միջոցառումային, այսպես կետեր կան մեջը։ Մարզերի հետ կապված նախ եւ առաջ ասեմ, որ տարվա ընթացքում լինելու են բազմաթիվ համերգային այցեր, դե հանրային ռադիոն ունի 4 երաժշտախումբ, եւ նրանցից յուրաքանչյուրը մի քանի համերգ է տալու Հայաստանի տարբեր քաղաքներում, տարբեր մարզերում, նաեւ Երևանում կլինի այդ միջոցառումների այսպես բացման համերգը, որը տեղի կունենա ռադիոտան Բաքում, դե մեր բակը շատ հաճելի գեղատեսիլ բակ է։ Այդ շարքի փակման համերգը կկայանա օպերա եւ բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում, իսկ ընթացքում լինելու են մեդիա կոնֆերանսներ, ասենք նամականիշի թողարկում, հուշամեդալի թողարկում, տարբեր ուրեմն վավերագրական ֆիլմ, վավերագրական ռադիոհաղորդում, որը եթեր կգնա նաև
եվրոպական հեռարձակողների խորհրդի անդամ այլ երկրների հանրային ռադիոներով, գուցե հեռուստատեսություններով։ Այդ ամենը շատ լավ այն որ նշեցիք, բայց էլի շատ երիտասարդներ կարողա չտեսնեն իրենց այս միջոցառումների մեջ։ Օրինակ, լավ, այսպես օրինակ բերեմ նոր մտքով անցավ։ Օրինակ հայկական ռեփ, որը հիմա շատ պոպուլյար է, ինչի հանրային ռադիոյով չի հնչում եւ ինչի օրինակ այդ մարդիկ նաեւ ներգրաված չեն։ Շատ նման խոսակցություն ես ժամանակին մի 15 տարի առաջ ունեցել եմ իմ ընկերներից մեկի հետ ռուսական ռեպի մասին։ Չէ, ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում բոլոր ժանրերը երաժշտական զարգանում են, բացարձակապես դեմ չեմ, ինքս ռեպ սիրում եմ, թաքուն լսում եմ ոչ հանրային բոլոր ոչ հանրային վայրերում, հա, բայց ասենք, չգիտեմ, Թուփակից, Դոկտոր Դրե եւ այլն, հա, ինչի՞ չէ, լսում եմ։ Հայկական ռեպը մինչև այսօր, ասենք, իմ սիրտն ու հոգին չի թափանցել, թեև էլի լսել եմ Միշոյին, ուրիշներին եւ այլն։ Ես այդպիսի հրաման համենայն դեպս աչքովս չի ընկել, որ արգելվում է հանրային ռադիոյով հեռարձակել ռեպ։ Չկա նման արգելք։ Ինչու լավ հարց էր, ես մեր երաժշտական խմբագրության հետ կզրուցեմ։ Բացի դրանից, երևի դա ավելի շատ պետք է վերաբերվի իմ ռադիոյին, որը հանրայինի երիտասարդական ալիքն է։ Միգուցե ավելի շատ նրանց պետք է այդ հարցը հասցեագրել։ Լավ հարց էր, կմտածեմ։ Ահա, պարոն Ռուբինյան, շատ շնորհակալություն այդ երկի զրույցի համար։ Վերջում չեք կարոտել հեռուստատեսությունը նաև այսպես ավելի մասշտաբային ծրագրերի շրջանակում կարող է մի օր այս պրոդյուսինգը թողնեք ու վերադառնաք հաղորդավարությանը։ Մեկը մյուսին չի խանգարում, կարելի է մնալ հանրային ռադիոյի պրոդյուսեր եւ ինչ-որ նախագիծ անել, ասենք թե նույն հանրային հեռուստատեսությամբ։ Դե ես հետո գենետիկ եւ ժառանգական եմ այս բնագավառում, որովհետեւ հայրս սկսել է աշխատել հանրային ռադիոյում 1948 թվականից, 56 թվականից երբ ստեղծվեց հեռուստատեսությունը, եղել է հեռուստատեսության հիմնադիրներից մեկը։ Մայրս 51 թվականից է աշխատում հանրային ռադիոյում, այնպես որ ես դատապարտված եմ այդ ժառանգությունը կրել բառից լավ իմաստով եւ հաճույքով եմ դա անում։ Ասածս այն է, որ հանրայինները ինձ համար հարազատ են։ Իհարկե, ես հարգում եմ բոլոր հեռուստա եւ ռադիո ընկերություններին, բայց իմը, ինչպես չմնացի Ամերիկայում վերադարձա Հայաստան, այդպես էլ ես այլ հեռուստա ալիքներում կամ ռադիո ալիքներում դժվար թե գոյատևեմ, ես միշտ կվերադառնամ հանրային։ Շատ շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։